Աղթալայի լեռնահարստացման կոմբինատում ավելի քան 1 ամիս տևած գործադուլն ավարտվեց։ 50 հանքափորներ այսօրվանից վերադառնում են ստորգետնյա հանքախորշեր։ Լոռու մարզպետարանում տեղի ունեցած բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել։ Անհատական պլանի կատարման դեպքում աշխատողները կստանան 20% հավելավճար։ Հանքափոր Արշալույս Մատինյանը փաստում է, սա երկկողմանի զիջումների արդյունք է։ Մարզպետարանում համաձայնության Ոնց եք պայմանավորվել։ 15 օրվա մեջ մեր նոր պայմանագրերը իրանք բանկանեն ու եթե անհատական պլան գալու դեպքում ու գործը կատարելու դեպքում 20-30% պրեմիա տեն տա։ Այսինքն 15 օրվա ընթացքում ձեր պայմանագրերը թարմացնում են։ Հա, էլի դե փոփոխություն պետք է այնտեղ արվի, որ եթե անհատական պլանը կատարել եք 20% հավելավճար էլի տենց։ Այսինքն մինչև հիմա, եթե անգամ կատարում եք այդ պլանը, դուք այդ հավելավճարը, այսպես ասած, չէիք ստանում։ Չէ։ Հիմա կարող ենք ասել, որ ձեր պահանջները գոնե մի մասով արվել են, թե ամբողջությամբ են արվել կերպ։ Հա, մի մասով արվել է։ Մի քիչ մենք էլ քայլ, մի քիչ իրենք ու տենց այդ հարցը լուծեցինք, կոմպրոմիսի եկանք։ 50 հորատող բանվորներն այս ծայրահեղ քայլին դեռ տարեսկզբին էին դիմել, երբ տեսան, թե ինչպես է միջազգային շուկայում պղնձի գինը թռիչքաձև աճում, մինչդեռ իրենց աշխատավարձը նույն ստորգետնյա մակարդակին է։ Տնօրինությունը պահանջին կոշտ արձագանքեց, 50 հոգու միանգամից աշխատանքից ազատման ծանուցումներ ուղարկեց ու փորձեց նրանց փոխարինել նոր կադրերով, սակայն հանքի ծանր պայմաններին սովոր բանվորների տեղն այդպես էլ թափուր մնաց։ Անհամեմատ ցածր վարձատրության ու անմարդկային պայմանների դեմ ըմբոստացած հանքափորներն ամեն առավոտ հավաքվում էին կոմբինատի դարպասների մոտ, անդրդվելի մնալով իրենց պահանջում։ Մենք ուզում ենք ընդհանրապես մեր աշխատավարձը վերանային 20% բարձրացում ենք ուզում։ Այնքան սպասելու ենք, մինչև մեր գումարն ավելացնեն մեր աշխատավարձը։ Քանի դեռ տեղական մակարդակում պատնեշն անհաղթահարելի էր, իսկ կառավարությունը լուռ, հանքափորներն ավելի հեռուն գնացին, հայտարարեցին, թե պատրաստվում են իրենց բողոքի ձայնը հասցնել Երևան, ուղիղ կառավարության շենքի մոտ։ Ընտրությունների նախաշեմին հնչած հենց այս հեռանկարն էլ շրջադարձային եղավ ու պատասխանատուներ վերջապես արձագանքեցին։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն իր մոտ հրավիրեց թե գործադուլավորներին ու թե ընկերության ղեկավարներին։ Մարզպետը դանկել էր այդտեղից մեկին ասել է, որ ուզում է հանդիպում մեր հետ։ Քաշյանի ասել է, որ տեղյակ չեն եղել էլի։ Հա, որ գնալու ենք բան, կառավարության շենքի մոտ ինքը դիմացել է լսել այդ զրույցը, ուզել է, որ հանդիպենք։ Այսինքն արձագանքեց մարզպետը միայն այն ժամանակ, երբ որ դուք ասեցիք, որ ցույցի եք գնալու կառավարության շենքի մոտ։ Հա։ 2019 թվականից Աղթալայի հանքարդյունաբերական կոմբինատի միանձնյա սեփականատերը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է։